Սիրելի ֆուտբոլասերներ, խաղան երեկոն մոտենում է ավարտին ու վերջին հանդիպումն ենք միասին դիտում, այո, սա կարելի է Winter Cup մրցաշարում իսկապես համարել դերբի Յուվեն երկրորդ բարդ հանդիպումն է անընդմեջ անցկացնում City-ն նախորդ տուրում կարողացավ հաղթել 2-1 հաշվով, իսկ այսօր մրցում են արդեն Winter Cup-ի առայժմ անպարտելի թիմերից երկուսը Լեռնային Արցախն ու Յուվենտուսը, որոնք առայժմ կրկնում եմ չունեն պարտություն Winter Cup-ի այս մրցաշարում, իհարկե երրորդ թիմը ով չունի պարտություն, դա Ատլետիկո Երևանն է, այլ խմբում հիմա վտանգավոր գրոհ է միանգամից ասում Լեռնային Արցախը Մելքումյանն է գնդակով, այս գրոհից հետո կծանոթացնեմ հայտացուցակը վտանգավոր է, Դանելյան կա փոխանցում ու այստեղ Եսայանը ոտքով հեռացնում է գնդակը, ծանոթանանք թիմերի հայտացուցակներին ու սկսենք Լեռնային Արցախից Սերգեյ Ասրյանը պաշտպանում է դարպասը համար մեկ, հիմա Բաբայանի կրակոցը տեսանք պաշտպանն իր վրա ընդունեց գնդակը Արտուր Աբրահամյան համար 3, Արսեն Հարությունյան համար 8, Ռոնալդ Մելքումյան համար 9, Արսեն Սարգսյան համար 10, դա թիմի ավագն է, Վալերի Բաբայան համար 11, Արսեն Հարությունյան համար 13, Տիգրան Համբարձումյան համար 15, Ալեն Սարգսյան համար 17, Կարեն Շահգելյան համար 22, Միքայել Արաքելյան համար 50, Նարեկ Դանելյան համար 25 և Արամ Կոստանջյան համար 77 Դիպ այստեղ այո գնդակը Համբարձումյանի ձեռքին Յուվենտուս դարպասը պաշտպանում է Սերգեյ Եսայանը համար 1 Արթուր Զաքարյան համար 4 Արթուր Խաչատրյան համար 5 Դավիթ Մարտիրոսյան համար 7 դա նաև թիմի ավագն է Մանվել Այվազյան համար 9 Արթուր Աչեմյան համար 10 Հենդիկ Բխիթարյան համար 18 Տիգրան Խաչատրյան համար 21 Սերգեյ Ղազարյան համար 55 և Նարեկ Մարտիրոսյան համար 88 այո թիմեր են մրցում ովքեր չունեն առայժմ պարտություն Աչեմյան հարված պաշտպանն իր վրա ընդունեց գնդակը Որն է հետաքրքիր մրցաշարային աղյուսակի տեսանկյունից, այո, Յուվեն ունի 10 հանդիպումից հետո նույնքան հաղթանակ ու 100%-անոց արդյունքով շարժվում է առաջ առայժմ ոչ մի խաղում չի սայթակել Յուվենտուսը 10 խաղ 10 անընդմեջ հաղթանակ ու 30 միավորով առաջատարն են Լեռնային Արցախը 10 հանդիպումից հետո ունի իր ակտիվում 9 հաղթանակ և 1 հանդիպում ավարտել է ոչ ոքի արդյունքով ու 28 միավորով այս պայն երկրորդ հորիզոնականում է հաղթելու դեպքում Արցախի հիմնական մրցակցին շրջանցում է այսօր բայց Յուվեն իհարկե այդ մտքի հետ համաձայն չէ եւ այսօր հաղթանակ տանելու դեպքում արդեն կփոխվի Լեռնային Արցախից ու միավորների տարբերությունը կհասնի 5 միավորի այնպես որ տեսեք այս հանդիպման ժամանակահատվածում թիմերը ինչ կառաջարկեն մեզ ինչպիսի հանդիպում կտեսնենք իհարկե այն առումով որ լարված ու հետաքրքիր դիտարժան հանդիպում ենք դիտելու դրա մասին երկու կարծիք լինել չի կարող բայց իհարկե գոլարատության առումով տեսնենք թիմերը ինչ կփորձեն անել Դավիթ Մարտիրոսյանն է հիմա գնդակով մի փոքր ռիսկի դիմեց բայց Բաբայանն է չկարողացավ այս իրավիճակում խլել գնդակը հետո այդ գնդակը հենց Մարտիրոսյանից լքեց դաշտի սահմանները ու անկյունային կարծես նշանակեց մրցավարը Յուվենտուսի դարպասի ուղղությամբ Սարգսյանն է գնդակի մոտ
Բայց հիմա տեսնենք ինչ պատահեց Բաբայանին, կարծես ձգել է մկանը ու հիմա եթե Բաբայանը չկարողանա շարունակել այս հանդիպումը, դա մեծ կորուստ իհարկե կլինի Լեռնային Արցախի համար, բայց ոչ Բաբայանը կանգնում է ոտքի ու կշարունակի այս կարևոր հանդիպումը հիմա Արսեն Սարգսյանն է տեղադրել գնդակը անկյունային իրացնելու համար կա մրցավարի սուլիչը Սարգսյան բարձից փոխանցում ենք տեսնում այստեղ գնդակը հասավ Դանելյանին Շատ լավ խաղարկում, փոխանցում ու Կոստանդյանի մոտ չստացվեց այստեղ դիպու կարված կատարել, այող վտանգավոր է, այնուամենայնիվ այս գրոհը Բայց գոլի վերածել այն Լեռնային Արցախի ֆուտբոլիստերի մոտ չստացվեց Մանվել Այվազյանն է հիմա գնդակով Շատ լավ մարզավիճակում է իսկապես գտնվում Այվազյանը, բավական գոլեր է հեղինակել արդեն Winter Cup մրցաշարում Առաշությանը ռմբարկունների դասին է պատկանում Մանվել Այվազյանը քիչ անց կնշեմ քանի գոլ է հեղինակելու որի օրթորիզոնականում է գտնվում ռմբարկունների պայքարում Սերգեյ Ղազարյան շեղությամբ է ստացվում Ղազարյանի կատարած արված այո այսպիսի լարված պահեր մենք այսօր շատ ենք դիտելու Դանելյանն է հիմա ձախ եզրում թողած գնդակը Մելքումյանին Մելքումյան ու արդեն գնդակը դեպի աջ է ուղարկում որտեղ Լեռնային Արցախի կազմում է տեղ զբաղեցել Ալեն Սարգսյանը ու հիմա արդեն դարպասապահ Ասրյանին ուղարկեցին գնդակը Արսեն Սարգսյան Սարգսյան շատ լավ գրոհի տեղափոխություն էր դեպի ձախ եզր բայց այստեղ հասցրեցին հեռացնել գնդակը Յուվենտուսի ֆուտբոլիստները ու հիմա տեսնենք ինչպես կխաղարկի այս Եզրային հետում է Յուվենտուսը իհարկե կրկնում եմ եւս մեկ անգամ գոլարատության մասով ոչինչ երաշխավորված չէ այս խաղում երկու թիմերը առաջնային շեշտը դնելու են պաշտպանության վրա ու կարծում եմ դա իհարկե իրենից խոչընդոտներ կառաջացնի գոլարատ հանդիպում դիտելու համար բայց եթե տեսնենք լրիվ բաց ֆուտբոլ խաղադաշտում իհարկե գոլերն անխուսափելի են պարզապես այս հանդիպման համար Սարգսյան Ուարկես գնդակը Մելքումյանին այստեղ չկար խաղի կանոնների խախտում ոչ ու Աճեմյանն է շարժվում առաջ Արտուր Աճեմյան ուղարկեց գնդակը Այվազյանի ուղղությամբ հասավ գնդակին Մանվել Այվազյանը փոխանցում բայց փակվեց հիմա Այվազյանի փոխանցում ու հետո արդեն Այվազյանը խախտեց այս իրավիճակում խաղի կանոնները Դանելյան, բայց ուժեղ էր այս փոխանցում ու չհասավ գնդակին Դանելյանը Այո, այս պայն ռմբարկուների պայքարում Սևակ Մանուչարյանը առաջատարն է 19 խփած գոլով Միքայել Պողոսյանը Էվերտոնի կազմում խփել է 18 գոլ ու երկրորդ հորիզոնականում է գտնվում Ռաֆայել Մովսիսյանը 17 գոլով երրորդն է Դավիթ Մուսախանյանը 4-րդ է Բետիսի կազմում 14 գնդակով իսկ Մանվել Այվազյանը Էրզումյանի հետ հավասար արդյունքով գտնվում է 5-րդ ու 6-րդ հորիզոնականում այսօր իսկապես խաղադաշտում է գտնվում լավագույն ռմբարկուներից մեկը ու նրան պետք է իսկապես ուշադրության կենտրոնում կարողանան պահել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները հիմա Դանելյանը շատ հաջողանցում կատարեց բայց Աճեմյանի հետ պայքարում նույն բանը չստացվեց անել ինչ նախորդ դրվագում էր Մելքումյան մնաց գնդակով Մելքումյանը հիմա արդեն ազատվեց գնդակից Վալերի Բաբայան դեպի աջ է ուղարկում գնդակը Կոստանդյան կրոս դեպի Տուգանայինի մատույցներ բայց հեռացնում են գնդակը Յուվենտուսի պաշտպանները այն վերադարձավ կրկին Լեռնային Արցախի ֆուտբոլիստի մոտ կրկին Մելքումյան դեպի Սարգսյանը փոխանցում Բաբայան խաղարկում է առայժմ Լեռնային Արցախի գնդակը Սարգսյանն է կրկին գնդակով Բաբայանն ու հետ ուղարկեց արդեն գնդակը դարպասապահ Ասարյանին ով նորից գտավ Դանելյանին Ստացվեց Դանելյանի անցում այս իրավիճակում Դանելյան դեպի աջ ուղարկեց գնդակը
Կա փոխանցումը Արսեն Սարգսյան վտանգավոր է Սարգսյան հարված ու այստեղ Մարտիրոսյանը կանգնեց գնդակի ճանապարհին այո եթե ընդհանար գնդակը դեպի դարպասը վտանգավոր կլիներ այստեղ Այվազյանը լավ գործեց առաջի դրվագում երկրորդում նույնպես ու մնաց գնդակով բանվել Այվազյանը ու վաստակեց այս իրավիճակում այս բարդ իրավիճակում Եզրային հետման հնարավորություն այո կարող էր կորցնել գնդակը բայց միջև վերջը Այվազյանը պայքարում նմանատիպ իրավիճակներում միջև վերջի վարկյանը միջև մրցավարի սուլիչ ու հիմա տեսեք ոչնչից այո պայեց գնդակի մոտ հետո էլ վաստակեց եզրային հետման հնարավորություն արագորեն խաղարկեցին այստեղ գնդակը Յուվեի ֆուտբոլիստները բայց հետո կորցրին ու նորից մանվել Այվազյանն է պահում գնդակը Յուվենտուսի մոտ Աճեմյան Կոստանդյանը մաքուր ոչ այստեղ խաղի կանոնների խախտում այո Աճեմյանի դեմ պայքարում արագորեն Հիմա Այվազյանն է գնդակի մոտ, կա բարձավարի սուլիչը մանվել Այվազյան, տեսնենք ինչպես է պատրաստվում հարվածի Այվազյանը Ցածրից ուղարկեց գնդակը Տուգանային հրապարակ, բայց այստեղ հեռացված է գնդակը Բաբայանը զարգացնում է արագություն Վալերի Բաբայան, կա փոխանցումը դեպի Սարգսյան այստեղ արդեն սահանքում էր կատարել Տիգրան Խաչատրյան ու եթե դիպ չէր այս իրավիճակում Սարգսյանին ապա անկասկած առաջին դեղինը կտեսնեին խաղում, բայց Սարգսյանը ազատվեց արագորեն գնդակից, հիմա կրկին Արսեն Սարգսյանն է գնդակով դեպի ձախ փոխանցում, բայց այստեղ չանցավ արդեն այս փոխանցում ու Տիգրան Խաչատրյանը հեռացեց գնդակը Այվազյան, Կոստանդյանը խախտել է այո այստեղ խաղի կանոնները հիմա ստանդարտ խաղարկում կատարեց Ղազարյանը Դավիթ Մարտիրոսյան Լավ անցում էր, բայց այստեղ հեռացեցին գնդակը Ղազարյանն է գնդակով ուղարկեց մանվել Այվազյանին Բայց այստեղ Մելքումյանը շատ հաջող հակագրող է սկսում Լեռնային Արցախի համար իսկ այստեղ Խաչատրյանը մաքուր գործեց, բայց հիմա մինչև եզրային նետումը տեսնենք ինչ պատեց Սարգսյանին Կատարված է եզրային նետումը Բաբայանն է գնդակով այո այս ընթացքում մի փոքր նյարդերը ֆուտբոլիստերի տեղի տվեցին, բայց իհարկե մրցաշարային աղյուսակում թիմերի զբաղեցրած տեղը հաշվի առնելով այս ամենը պետք է տեղի ունենար իհարկե խուսափել դրանից կարծես հնարավոր չի Մելքումյան այստեղ դուրս եկավ գնդակը Դաշտի սահմաններից, բայց կարծես խաղի կանոնների խախտում է նշանակել մրցավարը Մարտիրոսյանի կողմից ու առաջին դեղին քարտը արդեն ունենք այս խաղում, այն իր գլխավերևում տեսնում է Հիմա կա մրցավարի սուլիչը խաղարկում է գնդակը Մելքումյանը ու դեպի Կոստանդյանը փոխանցում տեսանք դեպի ձախ եզր Դանելյան Շատ լավ փոխանցում էր այստեղ, բայց Ղազարյանն է հաջող գործում, չնայած չստացվեց գրոհի անցնել, հիմա նորից գնդակը Լեռնային Արցախի ֆուտբոլիստերի մոտ է ու հիմա հեռացնում են գնդակը Յուվեի ֆուտբոլիստները Այո, փոփոխություն այս ընթացքում Յուվենտուսի կազմում տեղի ունեցավ Հենրիկ Մխիթարյանը մտավ խաղադաշտ փոխարինելով թիմի ավագ Դավիթ Մարտիրոսյանին ու տեսնենք Մխիթարյանը ինչ կփորձի անել, այո հաշվի առան Յուվենտուսի ֆուտբոլիստները Մարտիրոսյանի դեղին քարտու փոփոխություն տեղի ունեցավ հենց Յուվեի կազմում Մարտիրոսյանի կատարմամբ ու տեսնենք հանդիպան մնացած ժամանակահատվածում ինչ կփորձեն անել թիմերը եզից հիմա կնետի Լեռնային Արցախը կատարված է եզրային նետումը Ասրյանն է գնդակով դեպի Կոստանդյանը փոխանցում Խաղարկում են այստեղ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները լավ դեր փոխանցումը, բայց վերջի պահին Տիգրան Խաչատրյանը հասցրեց հեռացնել ու թույլ չտալ Մելքումյանին հարված կատարել Աճեմյան Մնաց գնդակով Արտուր Աճեմյանը
Շատ լավ գործեց նկատել էր Ղազարյանի առաջ խաղացումը չհասա փոխացումը նրան իսկ հիմա մի փոքր բարձր է ստացվում Մխիթարյանի հարված իհարկե նկատեց որ Ասրյանը դարպասից դուրս է եկել ու փորձեց գնդակը կախել դարպասապայի վրայով բայց բավական բարձր ստացվեց այստեղ նրա փորձը Մելքումյան հետ փոխանցում կատարեց այստեղ էլ Մելքումյանը ու երկար փոխանցում ենք տեսնում դեպի առաջ բայց Եսայանը դուրս եկավ դարպասից ու այստեղ ամեն դեպքում խանգարեց գնդակին հասնելու գործում Ալեն Սարգսյանին Բաբայան հասցրեց այստեղ դիպչել գնդակին այլապես Այվազյանը եթե ընդուներ գնդակը կայծակտային հակագրոհի կանցներ Յուվեն հիմա էլ Աչեմյանն է խլում կատարում ու կարող են հիմա հակագրոհել 3-2-ի դիմաց են Աչեմյան մի փոքր դանդաղեց բայց հասցրեց փոխանցել Այվազյանին իսկ Այվազյանի փոխանցումը չհասավ այստեղ Զաքարյանին ու նորից չարժվում է առաջ Լեռնային Արցախը Բաբայան դեպի Կոստանդյանը փոխանցում Շատ լավ փոխանցում է շատ լավ գրոհի անցել Լեռնային Արցախը հարված նույնիսկ տեսանք այստեղ Շագելձյանի կատարման բայց բարձր ստացվեց այս իրավիճակում է Շագելձյանի հարվածը Եսայան երկար փոխանցում առաջ Ղազարյանը փորձեց ավելացնել այստեղ գնդակի ընթացքը բայց այն բաժին հասավ Լեռնային Արցախի ֆուտբոլիստերին ու երկար փոխանցում են տեսնում դեպի Նարեկ Դանելյանը բայց չընդունեց Դանելյանն էլ այստեղ գնդակը Ղազարյան կա փոխանցումը փակվեց Ղազարյանի փոխանցման ճանապարհը այո տեսեք երբ մի ֆուտբոլիստ ընդունում է գնդակը միանգամից երկու մրցակից վրա են հասնում ու թույլ չեն տալիս ազատ տարածություններ ֆուտբոլիստերին Դանելյանն է գնդակով դեպի աջ ուղարկեց գնդակը Սարգսյան թողնում է գնդակը այստեղ Կոստանդյանին Բաբայան Չորժվեց այստեղ Բաբայանը հիմա տեսնենք ինչ որոշում է կայացնելու Այվազյանը նորից խլման փորձ է կատարում բայց չստացվեց այստեղ Շագելձյանն է կրկին գնդակով Բաբայան ինչ այստեղ չկա ոչինչ պետք է շարունակել Սերգեյ Ղազարյան չանցավ փոխանցումը Մելքումյանը խլեց գնդակը շարժվում է առաջ հարվածեց նույնիսկ բայց շեղությամբ ստացվեց Մելքումյանի հարվածը չնայած անկյունային վաստակում է Լեռնային Արցախը այս իրավիճակում Այո, առայժմ հանդիպման հաշիվը բացված չէ, ինչի մասին խոսում էինք մեկնարկում։ Հիմա կա փոխանցում ու շատ հեռուն գնաց գնդակը եւ ես իսկ նետի Յուվենտուս։ Այո, թիմերը հիմնական շեշտը դրել են պաշտպանության վրա ու դա հասկանալի է։ Մխիթարյան մնաց գնդակով շատ լավ փոխանցում կատարեց Զաքարյանին։ Կա Այվազյանը, կա փոխանցում Մանվել Այվազյան հարված ու Ասրյանը փրկում է Հիմա իսկապես Ասրյանը փրկում է Լեռնային Արցախին վերահաս գոլից առաջին ամենավտանգավոր պահն էր այս խաղում հանդիպան հաշիվը բացվելու համար ու այն ունեցավ այդ պահ ունեցավ Յուվենտուսը բայց իհարկե ոչինչ անել այստեղ ոչինչում մեղադրել Այվազյանին չենք կարող քանի որ ճիշտ էր հարվածել ինչ անես եթե դարպասապահ ճիշտ դիրք ես զբաղեցնում ու կարողանում հեռացնել գնդակը Ղազարյանն է հիմա էլ անկյունային է պատրաստվում իրականացնելուն կա Սուլիչը կա փոխանցումը անաճոխ մի փոքր փոխանցում էր Բաբայանը կարողացավ հեռացնել այստեղ գնդակ ու արդեն ես իսկ նետի Յուվեն Կատարված է եզրային նետում, Այվազյանն է ընդունել գնդակը Թողեց այստեղ գնդակը Ղազարյանին, իսկ Չկար այստեղ խաղի կանոնների խախտում, այո ոչ, չնշանակեց մրցավարը ոչինչ ու արագորեն խաղարկեցին գնդակը Արցախի ֆուտբոլիստները Մելքումյան կրվում է միջև վերջ ու վաստակեց այստեղ ստանդարտ հնարավորություն Մելքումյանը Խաղարկեց Սարգսյանը գնդակը Բաբայանի հետ հեռար հարված Բաբայանից ու հիմա հասցրեց
Բարձրեց դիպչել գնդակին Եսայանը, այո, դիպավ գնդակին Եսայան, այլապես Բաբայանի հարվածը, Բաբայանի կրակոց ուղիղ դարպասներ ընթանում ու կարող էր հիմա էլ Լեռնային Արցախը բացել հաշիվը, այո, սա էլ Լեռնային Արցախի ամենավտանգավոր պահանն էր իսկապես այս խաղում։ Ու հիմա Շահագելյանը իրացնի այս անկյունայինը։ Տեսնում ենք փոխանցում ու հեռացված է գնդակը, այն հասավ Մելքումյանին, Մելքումյանն էլ կրակեց ու բրավո Եսայան, այո, նորից անդառիկ է Յուվենտուսի դարպաս, ինչ սեյվ տեսանք դարպասապայի կատարման այս իրավիճակում, ու հիմա Յուվեն կարող է նետվել հակագրոհի, բայց ուժեղ էր այս փոխանցումը Հաչեմյանի համար։ Եվ Սարգսյանը պահեց գնդակի դաշտի սահմաններու հետ փոխանցում դեպի Ասրյանը ու արդեն Ասրյանն էլ գնդակ ուղարկում է Համբարձումյանի ուղղությամբ։ Նորից դարպասապահ Ասրյանին ուղարկեց գնդակը Համբարձումյանը ու տեսնում են Գեյկար փոխանցում առաջ։ Մխիթարյանն այստեղ առաջինն էր։ Ղազարյան մեկ հպումով պետք է ազատվել գնդակից, այդպես փորձեց անել Ղազարյանը, բայց երկրորդ դրվագում չստացվեց։ Մելքումյանն է խլել գնդակ ու հիմա Լեռնային Արցախն է արագ հակագրոհի հասնում Արսեն Սարգսյան։ Բաբայան եւս մեկ հարված ու հիմա էլ դարպասածողն է փրկում Յուվենտուսին վերահաս գոլից ինչ է կատարվում խաղադաշտում Բաբայանի երկրորդ կրակոցը 2 րոպեվա ընթացքում ու եթե առաջի դեպքում Եսայանը հասավ գնդակին, ապա այստեղ ոչինչ անել չէր կարող, պարզապես դարպասածողը փրկեց այս իրավիճակում, իսկապես փրկեց Յուվենտուսին։ Հիմա էլ Հաչեմյանն է խլում կարողանում կատարել ու խախտեց խաղի կանոնները, այո։ Սարգսյանն է գնդակի մոտ կա Սուլիչը։ Արսեն Սարգսյան հեռար է տարածությունը խաղարկում այստեղ ուղարկեց գնդակը Վալերի Բաբայանին եւս մեկ հարված անդրադարձ ու անկյունային հարված է հիմա վաստակում Բաբայանը Լեռնային Արցախի համար այո նրա երրորդ փորձը արդեն այս խաղում հեռահար տարածությունից որքան լավ է նստեցնում գնդակի ոտքին Բաբայանը մենք դրանում համոզվեցինք առաջին երկու դրվագներում հիմա անկյունային Շահագելյանն է իրացնում անկյունայինը կա փոխանցում ու հիմա էլ Խաչատրյանը հեռացեց գնդակային ստացվեց փոխանցում Հաչեմյանի համար Այվազյան արագ հակագրոհի հասնում Յուվեն Մավել Այվազյան մի փոքր դանդաղեց հակագրոհի հիմա արդեն գրոհ են իրականացնում Յուվեի ֆուտբոլիստները Մարտիրոսյան հերվից հարված ու հիմա էլ Բարձր ստացվեց Մարտիրոսյանի կատարած հարվածը, այո, ինչ է կատարվում թիմերը 1-1 ու շատ արագ են հակագրոհում Շահագելյան։ Դեպի Մելքումյանը փոխանցում Արսեն Սարգսյան։ Ցածրից փոխանցում Եսայանը ոտքով հեռացեց գնդակը հիմա էլ ու Յուվեն նորից դեպքում է հակագրոհի լավն էր փոխանցումը դեպի Այվազյանը Մանվել Այվազյան 1-1-ի դեմ պայքար Կոստանդյանն է դիմավորել Այվազյանին մնաց գնդակով Այվազյանը ու ինչ այստեղ Չնշանակեց խաղի կանոնների խախտում մրցավարը Մելքումյանն է շարժվում առաջ հեռացված է գնդակը Արսեն Սարգսյանն էլ հարվածում է ու շեղ է ստացվում Սարգսյանի հարվածը Երկար փոխանցում են տեսնում առաջ Բաբայան այստեղ լավ գործեց, բայց այն վերադարձավ Յուվեի ֆուտբոլիստի մոտ իսկ հետո կորցրեցին գնդակը եզից կնետի ամեն դեպքում Յուվենտուս այո Լեռնային Արցախի ֆուտբոլիստից դուրս եկավ գնդակը այս իրավիճակում դաշտի սահմաններից Զաքարյան ուղարկեց գնդակը Մարտիրոսյանին եւ երկար փոխանցում են տեսնում առաջ, բայց Կոստանդյանը իհարկե այստեղ լավ պաշտպանվեց Սարգսյան դեպի դարպասապահ Ասրյանը փոխանցում ու հեռացեց Ասրյանը գնդակը եզից կնետի Յուվեն Եզից պետք է նետի Յուվենտուսը Կատարված է եզրային նետումը Ղազարյանն էլ փորձեց ավելացնել գնդակի ընթացքը այստեղ ստացվեց փոխանցում Զաքարյան վտանգավորը եւս մեկ փոխանցում Ղազարյանը հարված ու բարձր է ստացվում Սերգեյ Ղազարյանի կատարած հարվածը եւ հարված կլինի արդեն
Լեռնային Արցախի դարպասից խաղարկում են գնդակը Արցախի ֆուտբոլիստները Մելքումյան ուղարկեց գնդակը Սարգսյանին Թիկունքից կա Խաչատրյանի ճնշումը բայց ազատվեց գնդակից Խաչատրյանը Վալերի Բաբայան դեպի աջ փոխանցում Նորից Բաբայան կենտրոնում կա Կոստանդյանի տարբերակը այդպես էլ վարվեց Բաբայանը Կոստանդյան վտանգավոր է Տեսնենք ինչ որոշում կկայացնի ուղարկեց առաջ գնդակը բայց այստեղ մաքուր գործեցին Յուվեի ֆուտբոլիստները ու շատ լավ էր նկատել Այվազյանի Ղազարյանը բայց փոխանցումը նրան չհասավ Բաբայան պատ խաղարկում Սարգսյանի հետ իհարկե հասավ գնդակին Սարգսյանը փոխանցեց նույնիսկ ու հեռացեցին գնդակը Մելքումյանն էլ հարվածեց կիսա շրջադարձ հարվածով բայց բրավո Սերգեյ Եսայանին որի օր սեյվ այս խաղում Յուվենտուսի դարպասապայի կատարմամբ Եվ մեկը մեկից շքեղ սեյվեր ենք տեսնում, իսկապես դարպասապահը այսօր իհարկե շատ լավ է գործում Յուվենտուսի ու առայժմ հանդիպան հաշիվը բացված չէ Շագելձյանն է գնդակի մոտ կա փոխանցումը Կոստանդյան ու շեղությամբ է ստացում Կոստանդյանի կատարած հարվածը եւ վերջ առաջի խաղակեսը այսքանով ավարտում ենք կարճատե դադար որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլասերներ մեկնարկում է Լեռնային Արցախ տնտեմ Յուվենտուսի հանդիպան երկրորդ կեսը առայժմ առաջին խաղակեսը ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի արդյունքով այո 0-0 թիմերը գնացին ընդմիջման ու տեսնենք երկրորդ կեսում ինչ կառաջարկեն մեզ շատ վտանգավոր պահերով լեցուն խաղակես ունեցանք Աչեմյան հերբից հարված ու արդեն առաջին հարվածն էլ կա երկրորդ խաղակեսում բայց առայժմ դարպասները թիմերի անառիկ են եկեք եւս մեկ անգամ վերհիշենք թիմերի հայտացուցակները Ու սկսենք Լեռնային Արցախից այս գրոյից հետո Արսեն Սարգսյանն այստեղ հասցրեցին հեռացնել գնդակը այն եկավ Մելքումյանի մոտ լավ անցավ Մելքումյանը լավ էլ հարված էր նախապատրաստել բայց փակվեց Մելքումյանի հարվածի ճանապարհը ու անկյունային կիրաստի հիմա Լեռնային Արցախի եւ այսպես դարպասը պաշտպանում է Սերգեյ Ասրյանը համար 1 Արտուր Աբրահամյան համար 3 Արսեն Հարությունյան համար 8 Ռոնալդ Մելքումյան համար 9 Արսեն Սարգսյան համար 10 դա թիմի ավագն է Վալերի Բաբայան համար 11 Արսեն Հարությունյան համար 13, Տիգրան Համբարձումյան համար 15, Ալեն Սարգսյան համար 17, Կարեն Շագելձյան համար 22, Միքայել Արաքելյան համար 50, Նարեկ Դանելյան համար 25 և Արանք Կոստանդյան համար 77 վտանգավոր է բայց այստեղ չհասավ գնդակը Այվազյանի եւ այսպես Յուվե դարպասը պաշտպանում է Սերգեյ Եսայանը համար 1-ով փայլուն առաջին խաղակեսը անցկացրեց իսկապես բրավո Յուվենտուսի դարպասապային այդ մի քանի հրաշալի սեյվերի համար Արտուր Զաքարյան համար 4 Արտուր Խաչատրյան համար 5 Դավիթ Մարտիրոսյան համար 7 նա նաեւ թիմի ավագ Մանվել Այվազյան 9 Արտուր Աչեմյան համար 10 Հենդիկ Բխիթարյան համար 18, Տիգրան Խաչատրյան համար 21, Սերգեյ Ղազարյան համար 55 եւ Նարեկ Մարտիրոսյան համար 88։ Վտանգավոր պահերով լեցուն խաղակեսը իսկապես առաջին կեսը, բայց առայժմ հաշվի մեջ չկա փոփոխություն, ինչը կանխատեսելի էր այս հանդիպման մեկնարկից առաջ իհարկե։ Ու տեսնենք երկրորդ խաղակեսում ինչ կանեն թիմերը, ինչ կփորձեն անել, իհարկե եթե ունենանք գոլ այս խաղակեսում այս հանդիպան ընթացքում թիմերից որևէ մեկը հասնի հաջողության, ապա հանդիպան լարվածությունը պարզապես հասնելու է գագաթնակետին, դրանում երկու կարծիք լինել չի կարող։ Հիմա եւս մեկ փոխանցում ու Մխիթարյանն է այստեղ փակում գնդակի ճանապարհ, այո, մրցաշարային աղյուսակում եւս մեկ անգամ ծանոթացնեմ պատկերը առաջին կեսում ասեցինք այդ մասին, բայց եկեք եւս մեկ անգամ վերհիշենք տիրող իրավիճակը։ Մրցում են այս պահին խաղադաշտում Winter Cup մրցաշարի 3 անպարտելի թիմերից երկուսը։ Աչեմյան լավ էր մտածել, բայց չստացվեց։ Այո, 3 թիմեր ովքեր չունեն առայժմ պարտություն։ Լեռնային Արցախ, Յուվենտուս եւ Ատլետիկո Երևան։ Ատլետիկո Երևան այլ խմբում է։ Այս թիմերը Լեռնային Արցախն ու Յուվենտուսը այս պահին 10-ական հանդիպում են անցկացրել։ Յուվեն ունի 10 հանդիպումից հետո նույնքան հաղթանակ ու 30 միավորով առաջատարն է։ Լեռնային Արցախը ունի 9 հաղթանակ, 1 ոչ հոգի եւ 28 միավորով գտնվում է երկրորդ հորիզոնականում։ Տեսեք ինչն է հետաքրքիր։ Հաղթում է այսօր Լեռնային Արցախը շրջանցում է Յուվենտուսին ու Յուվեն կրում է իր առաջին պարտությունը։ Չի հաղթում Լեռնային Արցախը, գրանցվում է ոչ ոքի արդյունքը կամ Յուվենտուսի ոչ ոքի արդյունքի դեպքում միավորների տարբերությունը մնում է նույն երկուսը, իսկ Յուվեի հաղթանակի դեպքում այն հասնում է արդեն 5 միավորի առավելության։ Ահա տեսեք ինչ է կատարվում մրցաշարային աղյուսակում։ Հիմա անկյունային կիրասնի
Juventus-ը Ղազարյանն է շտապում իրացնելու անկյունայինը եւ այո այսօր իհարկե թիմերի որևէ մեկի հաղթանակի դեպքում կունենան եւս մեկ թիմով չի շարժվի արդեն առաջ անպարտելիների ցուցակում կունենա թիմերից մեկը պարտություն եթե հա այդպես ավարտվի հանդիպման հաշիվ ու առայժմ այդպես չանկյունայինի խաղարկումը Ղազարյանը փոխանցում կատարեց բայց Զաքարյանի հարվածը շեղությամբ ստացվեց ու հարված կլինի Լեռնային Արցախի դարպասից կա փոխանցումը այստեղ Ամբարսումյանն է գնդակով դեպի Ասրյանը փոխանցում կատարեց ու երկար փոխանցում առաջ բայց Աճեմյանը այստեղ կանգնեց գնդակի ճանապարհին ու այստեղ կար խաղի կանոնների խախտում, այո արդեն թիմերը մի փոքր ավելի հանգիստ ֆուտբոլ են առաջարկում միմյանց, ավելի լավ հանգիստ են մեկնարկել երկրորդ խաղակեսը, քան առաջինը հիշում եք ինչ էր կատարվում առաջին կեսում խաղադաշտում Զաքարյան մնաց գնդակով Զաքարյանը հիմա թողնում է գնդակը Մարտիրոսյանին Կամ մրցակցի ճնշումը, բայց լավ ազատվեց գնդակից Մարտիրոսյանը, այլապես կորստելու դեպքում հակագրոհի կանցնել Լեռնային Արցախը եւ պետք է լինի հիմա արդեն հարված դարպասից Բաբայանը պայքարեց միջև վերջ։ Տեսեք, մեկ փոխանցում ու արդեն Համբարձումյանը սկսում է Լեռնային Արցախի գրոհը շատ լավն էր փոխանցումը, Մելքումյան չհասավ գնդակին։ Որքան էր անհրաժեշտ Լեռնային Արցախին գրոհի անցնելու մեկ փոխանցում դարպասապա Սերգեյ Ասրյանից դեպի Տիգրան Համբարձումյանը, իսկ Համբարձումյանի փոխանցմանը Մելքումյանը չհասցրեց արձագանքել։ Ու Եսայանն է գնդակ ուղարկում առաջ, Բաբայան այստեղ երկրորդ հարգում լավ գործեց ու Մելքումյանին բաժին ասավ գնդակը, Մելքումյան եւս մեկ հարվածի փորձ ու նորից փակվում է Մելքումյանի հարվածի ճանապարհ, այո, շատ արագ է անցնում ժամանակը, շատ արագ են հակագրոհում թիմերը 1-2 փոխանցում ու արդեն դիրքը ֆուտբոլիստների հարվածային է ստացվում։ Տեսնենք անկյունայինի խաղարկումը կա փոխանցումը Կոստանտյանը հիմա էլ չհասցրեց արձագանքել գնդակին Բաբայանին հասավ գնդակ այստեղ դեպի կենտրոն Համբարձումյան ու Այվազյանը մաքուր գործեց այստեղ ու շարժվում է առաջ Մանվել Այվազյանը բայց Համբարձումյանը հետո նահանջեց ստիպված եղավ խախտել խաղի կանոնները ու նա կստանա նաև դեղին քարտերի գլխավերևում տեսնենք ստանդարտ իշկը տա Յուվեին Աճեմյանն է կրկին գնդակի մոտ Կա Սուլիչը, Արթուր Աճեմյան հարված անադարձ ու գնդակը ցանցում է, 1-0 ֆանտաստիկ է իրացնում Աճեմյանը Տուգանայինը եղավ անադարձ ու բացվեց հանդիպան հաշիվը, Յուվեն առաջ է հասնում հաշվի մեջ։ Արթուր Աճեմյան 1-0 Տուգանայինը բերեց գոլ Յուվենտուսին, Աճեմյանի հարվածից հետո տեղի ունեցավ անադարձ, բայց այնուամենայնիվ գնդակը ցանցում է ու Լեռնային Արցախը պարտվողի կարգավիճակում է հայտնվում։ Այ քեզ հանդիպում, որը մեզ սպասվելու է այս առաջիկա րոպեների ընթացքում մինչ հանդիպան ավարտը։ Համբարձումյան թողնում է գնդակը Բաբայանին, դեպի Աչեզեր փոխանցում, Կոստանտյանն է հիմա էլ այստեղ։ Վալերի Բաբայան, այո, նախորդ տուրում իսկապես Յուվեն եւս մեկ փորձության էր ենթարկվել Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում, բայց պատվով հաղթարեց այդ փորձությունը, պարտվում էր 1-0 հաշվով ու հետո երկու գնդակ հեղինակեց եւ հաշվի հավասարությունը վերականգնեց իր օգտին։ Նարեկ Մարտիրոսյանը այնտեղ խփեց հաղթական գոլը Յուվենտուսի համար ու հիմա արդեն հաղթողի կարգավիճակում են Մելքումյան, վտանգավորը Մելքումյանն ու չի ստացվում Ռոնալդ Մելքումյանի հարվածը, եթե առաջին դեպքում շատ գրագետ վարվեց ու նկատեց թիկունքից մոտեցող պաշտպանին եւ հնար կիրառեց, չհարվածելով ու
անցում կատարելով, ապա պետք է այս գեղեցիկ անցումը եզրափակեր գոլով Մելքումյանը։ Մանվել Այվազյան։ Կոստանդյանն է թիկունքից խախտում է այո խաղի կանոնները, կար Կոստանդյանի ճնշումը եւ այստեղ արդեն ստանդարտ Կիրաստի Յուվեն արագորեն Մարտիրոսյանը խաղարկեց գնդակը, բայց ուժեղ էր այս փոխանցումը Ղազարյանի համար։ Ու եզրային նետում է իրականացնում Լեռնային Արցախը, Մելքումյան թողեց գնդակը Բաբայանին ու շարժվում է առաջ դեպի ցախ Համբարձումյանն է այստեղ կրկին Բաբայան Աչից կա տարբերակ դեպի Մելքումյանն էր այս փոխանցումը ուղղված, բայց այստեղ էլ Տիգրան Խաչատրյանը դուրս եկավ իր դիրքից ու հեռացեց գնդակը, եզից է նետում Լեռնային Արցախի, իհարկե մեկ գնդակ պետք է առնվազն Լեռնային Արցախին հեղինակել չպարտվելու համար, բայց հիմա բրցում են դաշտում թիմեր, ովքեր մեկ գնդակի առավելությունը մինչև վերջի րոպեն կարող են պահել, ահա այսպես Յուվենտուսն էլ Լեռնային Արցախն էլ ունեն այդ որակները, կատարված է անկյունային է հեռացված է գնդակը Ղազարյանը ու հիմա որքան հնարավոր է հեռու ուղարկեց գնդակը Ղազարյանը, այստեղ էլ Ասրյանը հեռացեց ու հիմա մրցավարը գալիս է Ղազարյանի դրվագը դիտելու, հասկանանք ինչ է տեղի ունեցել։ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու չկա 11 մետրանոց հարված, այո այստեղ եթե նույնիսկ խաղացել էր ձեռքով Սերգեյ Ղազարյանը, ապա ձեռքը բնական դիրքում էր գտնվում ու սա 11 մետրանոց հարված չի կարող լինել։ Եվ հիմա փոփոխություն է տեղի ունենում Յուվենտուսի կազմում, Ղազարյանը լքում է խաղադաշտ ու դա ներողություն Նարեկ Մարտիրոսյանն է նրա փոխարեն վերադառնում խաղադաշտ։ Կա Սուլիչը խաղարկված է, գնդակը Դավիթ Մարտիրոսյանն է գնդակով դեպի Այվազյանը փոխանցում, մնաց գնդակով Այվազյանը ուղարկեց Աճեմյանին, շատ լավ դե Աճեմյանի փոխանցումը հարված ու հիմա առաջքով գնդակը չի հայտնվում Լեռնային Արցախի դարպասում, կարող էր կրկնապատկել Յուվենի առավելությունը, բայց նպաստավոր դիրքից Նարեկ Մարտիրոսյանը վրիպեց, իհարկե բարդ էր իրավիճակը, արդեն դարպասապատ դուրս էր եկել ու խանգարում էր Մարտիրոսյանին, այո հաշիվը մնում է անփոփոխ ու տեսնենք ինչ կառաջարկի Լեռնային Արցախը, Շագելձյանն է գնդակով հետ փոխանցում դեպի Բաբայանը ու դարպասապա Ասրյանն է նույնիսկ միջամտում այստեղ Լեռնային Արցախի գրոյի սկսելուն կա փոխանցում Մելքումյան դեպի աճ ուղարկեց գնդակը Համբարձումյան թողնում է գնդակը Բաբայանին Շագելձյան ու խախտեց, այո խախտեց Մարտիրոսյանը խաղի կանոնները այստեղ ու տեսնենք այս ստանդարտ իշ կտա Լեռնային Արցախին Վալերի Բաբայանն է գնդակի մոտ կա մրցավարի Սուլիչը Բաբայանը մոտենում է հարվածում, բայց բավական շեղությամբ ստացվեց այստեղ Բաբայանի կատարած հարվածը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Բաբայան այստեղ դուրս եկավ պաշտպանությունից հիմա Լեռնային Արցախը երկար փոխանցում ենք տեսնում առաջ Մխիթարյանն է հիմա լեռնացնում գնդակը Բաբայան դեպի աճ խաղարկում են գնդակը այստեղ ու կարող են հիմա կորցնել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները այստեղ սուլեց մրցավարը
Խաղարկված է գնդակը Մելքումյանն է գնդակով դեպի Բաբայանը փոխանցում բայց այստեղ Մարտիրոսյանն է հաջող խլում կատարում ուղարկելով գնդակը Աճեմյանին մնաց գնդակով Աճեմյանը ու հիմա արդեն թողեց Դավիթ Մարտիրոսյանին Նարեկ Մարտիրոսյան դեպի աջ փոխանցում դեպի Մխիթարյանը շատ լավ ընդունեց Մխիթարյանը գնդակը շատ լավ փոխանցեց Աճեմյան չստացվեց հարվածել բայց մնաց գնդակով Արթուր Աճեմյանը հիմա փոխանցում էր այստեղ նախապատրաստել Աճեմյանը բայց Բաբայանը հեռացեց գնդակը ու շատ հաջող փոխանցում էր Սարգսյանի համար բայց լավ չմշակեց այստեղ Արսեն Սարգսյանը գնդակը Տեսնում ենք փոխանցում ու հիմա էլ հեռացված է գնդակը Դանելյան Բաբայան կրկին Դանելյան ուղարկեց գնդակը Շագելձյանին Երկար փոխանցում են տեսնում բայց այստեղ դուրս է գալիս Յուվեն պաշտպանությունից Աճեմյան շատ լավ դեր փոխանցում Այվազյան թույլ չտվեցին այստեղ Այվազյանին հարվածել իհարկե շատ լավ սահանքում շատ մաքուր սահանքում կարողացավ կատարել այստեղ Արսեն Հարությունյանը ու թույլ չտվեց Այվազյանին հարվածել հիմա էլ հերվից հարված ենք տեսնում Մխիթարյանի կատարմամբ ու դարպասապայի ձեռքերում հայտնվեց ուղիղ գնդակը նորից շարժվում է առաջ Լեռնային Արցախը այստեղ խախտեց խաղի կանոնները Մարտիրոսյանը նա պետք է լինի ուշադիր նա ունի դեղին քարտ ու եւս մեկ անգամ զգուշացվելու դեպքում կլքի խաղադաշտ ու այս կարևոր պահին իր թիմին կթողնի մեկ ֆուտբոլիստ պակաս խաղադաշտում դա հաշվի պետք է առնել իհարկե Դանելյան հերբից գուցե փորձ տեսնենք դեպի Սարգսյանը փոխանցում կատարեց Կոստանդյան կրկին Սարգսյան Բարձից փոխանցում այստեղ Բաբայանին չհասավ գնդակը այլապես շքեղ հարված էր պատրաստել Բաբայանը Մելքումյան լավ անցում էր Մելքումյան ու խախտում կա բայց դա տուգանային հրապարակից դուրս է տեղի ունեցել Հիմա թիմերը արդեն մեկական ֆուտբոլիստով պակաս են խաղադաշտում այո Մելքումյանն ու Հենրիկ Մխիթարյանը հեռացվեցին խաղադաշտից ու տեսնենք այս մնացած ժամանակահատվածում մեկական ֆուտբոլիստ պակաս լինելով խաղադաշտում ինչ կփորձեն անել թիմերը Եվ տեսնենք այս ստանդարտ ինչ կտա Լեռնային Արցախին շատ լավ հնարավորություն հաշիվով վերականգնելու Արսեն Սարգսյանն է գնդակի մոտ նա կարող է այստեղից գրավել դարպասը Սարգսյանը մոտենում է գնդակին հարվածում է բայց այստեղ Խաչատրյանն էր եթե չեմ սխալվում հեռացեց այո գնդակը Ու տեսնենք անկյունային ինչ կտա հիմա Լեռնային Արցախին ողջ կազմով նետվել են առաջ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները փոխանցում ու այստեղ գնդակը Եսայանի ձեռքերի մեջ է հայտնվում այո Երկար փոխանցում դեպի Մանվել Այվազյանը կատարեց Եսայանը թողեց Այվազյանն էլ գնդակը Աճեմյանին աչից կա Մարտիրոսյանը Այվազյան դեպի առաջ Զաքարյան վտանգավոր է Զաքարյան անցումը ստացեց սա հարված էր ոչ թե փոխանցում ներողություն ու այստեղ Ասրյանը ոտքով կարողանում է հեռացնել գնդակը Խաղարկված է եզրային նետումը Մարտիրոսյան շատ լավ փոխանցում Զաքարյան վտանգավոր է բայց հարված չկատարեց Զաքարյանը ամեն դեպքում հիմա պատխաղարկում գեղեցիկ գործողություն Զաքարյանը հիմա է հարվածում ու Ասրյանը փրկում է հիմա Լեռնային Արցախին Եգոր գնդակը բաց թողնելուց Սարգսյան եզից կնետի Լեռնային Արցախը Պետք է շտապել, այո, արդեն քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպան ավարտին Հիմա այդ փոխանցում են տեսնում, բայց գնդակը բաժին ասավ Արթուր Աճեմյանին, Աճեմյան կա, Այվազյանը կա փոխանցում Այվազյան հարված ու անկյունային է վաստակում այստեղ Այվազյանը արդեն Յուվենտուսի համար Տեսնենք անկյունային է ինչ կտա Յուվենտուսի 2-0 Յուվեն կրկնապատկում է առավելությունը ինչ լավ ստանդարտի խաղարկում ու երկրորդ
անգամ արդեն գնդակը Ասրյանի դարպասում է։ Արտուր Զաքարյան երկուսը Յուվեն հանդիպան ավարտից րոպեներ առաջ կրկնապատկում է առավելությունը ինչը հնարավորություն է տալիս իհարկե մնալու անպարտելի ու շարունակելու 100%-ով շարժվելով առաջ արդյունքը Յուվենտուսի համար իսկապես շատ ծանր հանդիպում է բայց եթե հիմա այս անկյունայինի ժամանակ առնվազն Լեռնային Արցախը չկրճատի հաշվի տարբերությունը ապա միավորի մասին մտածելը այլ ժանրից կլինի Դանելյան հարված բարձր է ստացվում հարվածը ու հարված կլինի արդեն Սերգեյ Եսայանի պաշտպանած դարպասից այո ժամանակի ներողություն ժամանակի առումով արդեն Լեռնային Արցախը չի կարող հասնել փրկել այս հանդիպումը բավական լավ հանդիպում անցկացեցին բավական ծանր ու հետաքրքիր հանդիպում էր այս ամենը Յուվենտուսի համար բայց ներողություն Լեռնային Արցախի համար, բայց Յուվեն շատ լավ իրացրեց իր պահերը, ստանդարտ, 2 գոլ, երկուսն էլ ստանդարտից, նախ Հաչեմյանը Տուգանայինից հետո անկյունայինի խաղարկումը բերեց գոլ Յուվենտուսին ու Յուվեն ունի 2 գնդակի առավելություն, ինչը կարծում եմ այլևս ձեռքից բաց չի թողնի Յուվենտուսը։ Եսայան երկար փոխանցում կատարեց առաջ։ Բաբայան դեպի ետ փոխանցում Աչ եզրով է գնում հիմա էլ Լեռնային Արցախը, բայց այստեղ մաքուր պաշտպանվեցին Յուվենտուսի ֆուտբոլիստները հեռացեց Աչեմյանը գնդակային հայտնվեց Բաբայանի մոտ հետ փոխանցում դեպի դարպաս ապա Ասարյան ու Լեռնային Արցախը նետվում է առաջ Վալերի Բաբայան դեպի աչ փոխանցում կրկին Բաբայան Շահագելյանին գտավ կենտրոնում բայց այստեղ հեռացված է գնդակը ու տեսնենք արդեն ինչպես կգրոյի Լեռնային Արցախը այո հաղթեց այսօր Յուվենտուսը փաստացի հաղթեց ու արժանացավ հերթական 3 միավորին ու շարունակում է 100%-ով արդյունքով շարժվել առաջ իհարկե 2 գոլի ժամանակ Աչեմյանը ունեցավ իր ներգրավվածությունը այս ամենի մեջ թե Տուգանայինից հարվածով թե հետո արդեն գոլային փոխանցում գրանցելով իր անվան դիմաց ու այս խաղի լավագույն ֆուտբոլիստը իհարկե առանց 2 կասկածի Արտուր Աչեմյանն է դրանում 2 կարծիք լինել չի կարող բայց եթե այսպես նայենք իհարկե 2 ֆուտբոլիստի միանգամից կարող ենք տալ լավագույն ֆուտբոլիստ այս խաղում Աչեմյանին ու իհարկե Յուվենտուսի դարպասապահ Սերգեյ Եսայանին ով առաջի խաղակեսում իր բարձունքի վրա է գտնվում եւ դարպասը այդքան հարվածներից հետո պահեց անարել Հիմա նորից դետում է առաջ Լեռնային Արցախը Դանելյանն է գնդակով դեպի Բաբայանը փոխանցում բայց այստեղ էլ հասցրեց հեռացնել գնդակը Արտուր Խաչատրյանը Դանելյան մնաց գնդակը Դանելյանի մոտ այդ իսկ պատճառով չստուլեց մրցավարը Դանելյան դեպի Բաբայանը փոխանցում ու փոխեց Բաբայանը գրոհի եզրը գնդակ ուղարկելով Հարությունյանին հետ փոխանցում դեպի Ասարյանը երկար փոխանցում առաջ հեռացնում են գնդակը չի ավարտվել Լեռնային Արցախի գրոհը հիմա ավարտված է ու դատարկ է դարպասը բայց այստեղ փոխանցում էր հետևում դեպի իհարկե Մանվել Այվազյանը ով միայնակ էր ու կարող էր գրոհին ավելի լավ շարունակություն տալ հիմա հարված կլինի արդեն Սերգեյ Եսայանի պաշտպանած դարպասից բնականաբար Եսայանը չի շտապում ու հիմա ուժեղ փոխանցում է կատարում առաջ Այվազյանը այստեղ շատ լավ գործեց բայց իհարկե մի փոքր հեռու թողեց գնդակը շատ բարդ իրավիճակում ընդունեց գնդակը Այվազյանը Շահագելյանն է շարժվում հիմա էլ առաջ Շահագելյան Աչեմյանը մաքուր է այո գործել Զաքարյան շարժուն առաջ Զաքարյանը հիմա էլ աչ եզրով
Բարձից փոխանցում դեպի Այվազյանի ուղղությամբ, Այվազյանն էլ այստեղ երկրորդ հարկում մաքուր գործեց, բայց հարվածի ճանապարհը փակվեց, իհարկե շատ գրագետ վարվեց Այվազյանը։ Երկար փոխանցում առաջ Բաբայանն էլ այստեղ փակեց գնդակի ճանապարհը ու ամեն դեպքում Այվազյանը տեսեք պահում է գնդակը դաշտի սահմաններում։ Եվ խաղարկում են գնդակը Յուվենտուսի ֆուտբոլիստները առանց շտապելու։ Հիմա կորցրին գնդակը եզից պետք է նետի Լեռնային Արցախը։ Շարժվում են առաջ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Շագելձյան։ Եթե անցներ այս փոխանցումը Կոստանդյանին, ապա միայնակ էր արդեն Կոստանդյանը ու կեզրափակեր այս փոխանցումը, բայց Յուվեն շատ ամուր ու լավ է պաշտպանվում այս րոպեներին։ Հարությունյան թողեց գնդակը Բաբայանին, եւս մեկ կրակոց Բաբայանից ու այստեղ էլ անկյունային հարված, այո, այստեղ փակեց հարվածի ճանապարհը Արթուր Խաչատրյանը ու տեսնենք այս անկյունայինը ինչ կտա արդեն Լեռնային Արցախին, նույնիսկ դարպասապանն է շտապում մրցակցի Տուգանային հրապարակ ու հիմա Աչեմյանը եթե գրավի դարպասը դուբլ կգրացի իր անվան դիմաց, բայց բավական հեռու է տարածությունը ու պարզապես այստեղ հեռացած գնդակը Աչեմյանը։ Նորից սկսում է Յուվեն, նորից սկսում է խորքից, Շագելձյան, հասավ գնդակի Շագելձյանը, շատ լավ խլուն կատարեց Մարտիրոսյանը այստեղ, գնդակը ամեն դեպքում չհայտվեց ցանցում, բայց կար խախտում Մարտիրոսյանի կողմից։ Կա մրցավարի Սուլիչը Շագելձյան բարձից փոխանցում ու հեռացված է գնդակը, այն բաժին ասավ Այվազյանին, Նարեկ Մարտիրոսյան, բայց Շագելձյանը կրկին վերականգնեց գնդակը, շատ լավ գործեց այստեղ Շագելձյանը, ուղարկեց գնդակը դարպասապահ Ասրյանին, լավ էր մտածել Ասրյանը, բայց այստեղ Աչեմյանն ու Դանելյանը տեսեք ինչ համար պայքար են տալիս գնդակի համար ու հետո դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, կատարված է եզրային նետումը։ Ու հետ փոխանցում այստեղ, պետք է շարժվել առաջ, պետք է ամեն դեպքում թռչել հանդիպան հաշիվը, դա է կարծում եմ առաջին խնդիրը Լեռնային Արցախի համար։ Շագելձյան փոխանցում ու դարպասապահ Ասրյանն է հիմա հարվածում և դարպասածողն է փրկում հիմա Յուվենտուսին Ասրյանի հարվածից հետո Զաքայան։ Իհարկե Յուվեն նույնիսկ չէ մտածում հարվածելու մրցակցի դարպասի ուղղությամբ։ Եվ վերջ հանդիպումը ավարտված է, այս դրամատիկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով առավելության հասավ Յուվեն ու շարունակում է 100% արդյունքով շարժվել առաջ։ 11 հանդիպում, 11 հաղթանակ եւ 33 միավոր։ Խաղային երեկոն նույնպես ավարտվում է այս հանդիպումից հետո։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, բարի գիշեր ու ամենայն բարիք։